Ավերակներ, քանդած շինություններ, փոշի, կեղտ եւ թափառող շներ։ Դժբախտաբար անցած տարիներին համայնքային իշխանությունները ավելի մեծ ուշադրություն են դարձրել քաղաքի կենտրոնական հատվածին, քան թե ծայրամասերին։ Մենք գտնվում ենք Գյումրու հյուսիսային թաղամասերից մեկում, այս հրաշալի շատրվանի հարևանությամբ։ Եվրատաշինքը նախատեսում է իր նախընտրական ծրագրով ուշադրություն դարձնել թաղամասերի համաչափ զարգացմանը եւ ոչ թե միայն ուշադրություն դարձնել կենտրոնին։ Դա հնարավոր է, ոչ մի ֆանտաստիկ բան չկա դրա մեջ։ Մենք բոլոր թաղամասերում ստեղծելու ենք տարեցների երիտասարդների համար ակտիվ ժամանցի գոտիներ։ Հարգելի գյումրեցիներ, հավատացեք, եկել է փոփոխությունների ժամանակը, դա հնարավոր է։ Մասնակցեք մարտի 30-ի ավական ու արտահերթ ընտրություններին եւ քվեարկեք Եվրատաշինքի եւ իմ օգտին։ Քվեաթերթիկ համար 6։ Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Դատախազությունը զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի եւ Պաշտպանության նախարարության մեկ այլ նախկին պաշտոնյա Արմեն Հարությունյանի դեմ հայցադիմում է ներկայացրել դատարան եւ պահանջում է որպես ոչ օրինաչափ վարքագծի արդյունքում պետությանը պատճառված վնասի հատուցում հօգուտ Հայաստանի Հանրապետության 4 միլիարդ 370 միլիոն 985 հազար դրամ բռնագանձելու մասին։ Հակակոռուպցիոն կոմիտեում հիմնավորվել է, որ չափագրման ծառայություններ մատուցող ընկերության տնօրենն օժանդակել է կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի տեղակալի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն, ինչպես նաև անձամբ 100,000 դրամ կաշառք է տվել Պաշտպանության նախարարության զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման պետին։ Արդյունքում վերընշված աշխատակիցը փաստացի ազատվել է վարժական հավանքներից։ Մեղադրանք է ներկայացվել 6 անձի, այդ թվում կադաստրի կոմիտեի եւ Պաշտպանության նախարարության պաշտոնյաներին, նաև ընկերության տնօրենին։ Քննչական կոմիտեում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի դպրոցներից մեկի ուսուցիչը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նույն դպրոցի 2 աշակերտուհու նկատմամբ, ԱԾ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Մարտի 24-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանում գործող բժշկական կենտրոններից մեկում բուժօգնության դիմաց եւ վիրահատական միջամտության ենթարկված կին է մահացել։ Նա Վայոց ձորի մարզի բնակիչ 68-ամյա Ռոզան է։ Ռոզայի ամուսինը Վայոց ձորի մարզի բնակիչ 67-ամյա Արտավազդը քննիչներին հայտնել է, որ մարտի 23-ին ժամը 23-ի սահմաններում բժշկական կենտրոնի հերթապահ բուժքույր Հասմիկը իր ներկայությամբ ինչ-որ ներարկում է կատարել կնոջը Ռոզային, որից մոտ 1 րոպե անց վերջինս մահացել է։ Մարտի 21-ին Զվարթնոց օդանավակայանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ թալանել են Լոս Անջելես, Վարշավա, Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն։ Ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 59-ամյա Արմենը հայտնել է, որ ժամանելուց հետո մինչ ինքնաթիռից իջնելը հայտնաբերել է, որ իր պայուսակից գողացել են 9500 ԱՄՆ դոլար։ Մարտի 23-ին ոստիկանության կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ոսկու աշխարհ առևտրի կենտրոնում ոսկյա զարդերի գողության դեպք է տեղի ունեցել։ Օգտվելով աշխատակցուհու Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Սերենայան ուշադրությունից գաղտնի հափշտակել են ոսկյա զարդեր։ Պարզվել է, որ նշված արարքը կատարել է Վայոց ձորի մարզի բնակիչ 30-ամյա Մարիամը։ Մարտի 24-ին Նայրիի բաժնում հաղորդում տված 25-ամյա օտարերկրացի երիտասարդը հայտնել է, որ մարտի 20-ի ժամը 16:30-ի սահմաններում մոպեդով ընթանալիս Զովունի գյուղի սկզբնամասում իրեն կանգնեցրել է մի երիտասարդ, ներկայացել որպես ոստիկան, հարցրել թե ինչ կա մոտը։ Օտարերկրացին բացել է պայուսակը, որի մեջ եղել է $100 Երիտասարդը հայտնելով իբր թղթադրամը կեղծ է, վերցրել է այն ու հեռացել։ Պարզվել է, որ $100 հափշտակել է Եղվարդ քաղաքի 24-ամյա բնակիչը, նա Երևանյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Մարտի 25-ին ոստիկանության Նայրիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ նոր հաճն խոշորացված համայնքի Նոր Գեղիի վարչական բնակավայրի Թևոսյան փողոցի տներից մեկում Դիկա մահացածը Հնդկաստանի քաղաքացի է։ Մարտի 24-ին Երևան-Սևանի Ջվան ավտոճանապարհին Dodge Caliber մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապ օգնություն, սակայն ժամանած բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Մարտի 25-ին տեղեկություններ են ստացվել, որ Մեղրի Նռնաձոր ավտոճանապարհին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ մոտ 40 մետր գլորվել ձորը։ Հիվանդանոց է տեղափոխվել Ռուսաստանի քաղաքացի 22-ամյա Իկն։ Պարզվել է նաեւ, որ տեղում մահացել է Ռուսաստանի քաղաքացի 30-ամյա Ռ-ան։ Մարտի 24-ին Երևանի Արցախի պողոտայում բախվել են Nissan Teana մակնիշի ավտոմեքենան ու մոպեդը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։ Մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց։
Մարտի 25-ին Մասիս քաղաքի Հանրապետության եւ 7-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 27-ամյա Վանուշի վարած Մասիս բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան ու 56-ամյա Վահրամի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենան։ Շտապօգնության ու ավտոմեքենայի բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց։ Մարտի 25-ին Արտաշատի խճուղում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 47-ամյա Արմենի վարած Mercedes եւ Երևանի բնակիչ 12-ամյա ԱՀ-ի վարած էլեկտրական ինքնագլորը։ Վթարի հետևանքով ԱՀ-ն տեղափոխվել է հիվանդանոց։ Մարտի 25-ին Մարգարավանաձոր Տաշիր ավտոճանապարհին բախվել են Տաշիր բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենան եւ VAZ-2107 մակնիշի ավտոմեքենան, 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր դեռևս մարտի 4-ին։ Լճաշեն գյուղի բնակիչը հայտնել էր, որ այդ օրը ժամը 8:30-ից մինչև 13:30-ը, երբ իրենք բացակայել են բնակարանից, տեխնիկական միջոց կիրառելով բացել են հետնամասի Եվրոպատուհանը եւ ննջասենյակից գողացել ոսկյա 14 զարդ ու 117,000 դրամ։ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները ստացան հավաստի տեղեկություն, որ բնակարանային գողությունը կատարել է Երևանում հաշվառված, բայց հենց Լճաշեն գյուղում բնակվող 28-ամյա մի երիտասարդ։ Պարզվեց նաև, որ նա ոսկյա զարդերն իրացրել է Կոտայքի մարզի Առնջ գյուղի վարչական տարածքում գտնվող առևտրի կենտրոնի տաղավարներից մեկում։ Մարտի 13-ին երիտասարդը ներկայացվել է քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն, որտեղ խոստովանել է արարքը։ Նույն օրը դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102 տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի մարտի 25-ից 26-ը ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 116 դեպք, որոնցից 4-ը նախկինում կատարված, մասնավորապես տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունենալու 31, թմրանյութի հայտնաբերման 14, մարմնական վնասվածք պատճառելու 11, անձնական ունեցվածքի գողության 9, ֆիզիկական ներգործության 7, խարդախության շորթման 6-ական, հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու, խուլիգանության, կեղծփաստաթղթի 3-ական, ռազմական նշանակության ապրանքների Սանենգության, սառազենքի հայտնաբերման 2-ական, մարդու առևանգման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, զենգզինամթերքի առգրավման, ծառերը, թփերը, ապօրինի հատելու, փողերի լվացման, խտրականության, ինքնավնասման, կանխամտածված սնանկության, սուտ մատնության, հրազենի նույնականացման տարրերը կեղծելու 1-ական դեպք է բացահայտվել։ Հայտնաբերվել է 9 հետախուզվող կամավոր ներկայացել 2-ը, հայտնաբերվել է 1 անհետ կորած, գրանցվել է զենգզինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար, 2 մարդ զոհվել է, 28-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։